Բարև ձեզ քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր թեման մենք կնվիրենք քաղաքական հետապնդումներին եւ մեր այսօրվա քաղաքական վարչախմբի այդ թափթփուկներին, որոնք իրենց նպատակներին հասնելու համար հետապնդում են եւ քաղաքական գործիչներին եւ սպայական կազմին։ Նպատակը ո՞րն էր։ Հանձնել Արցախը։ Նպատակը ո՞րն էր։ Զիջել Թուրքին։ Նպատակը ո՞րն էր։ Փոխել հայոց պատմությունը, իրենց համար սարքել ինչ-որ մի երկիր, որոնք իրենք կիշխեին անվերջ եւ բարգավաճեին, կհարստանային եւ այլ եւ այլ։ Առանձնացնեմ մի հատված, որի մասով մենք այնքան էլ ուշադիր չենք։ Օրինակ, այսօր գնում է նախապատրաստում է Գյումրիում անցկացնել ընտրություններ։ Մենք բոլորս լսում ենք այն հետապնդումների մասին, մեզ հասած տեղեկություններով այն մարդիկ, որ դեմ են իշխանությանը, հրավիրում են տարբեր ծառայություններ, մի մասին համոզում են, մի մասին վախեցնում են եւ փորձում են իրենց տեխնացուին անցկացնել։ Բայց այդ ամենը չի սահմանափակվում Գյումրիով։ Հայք, դուք բոլորդ հիշում եք, քրեական գործ հարուցեցին Գորիսի քաղաքապետի հանդեպ, Արուշանյան Արուշ։ Քրեական գործ հարուցեցին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Գյումրու նախկին քաղաքապետի հանդեպ։ Քրեական գործ հարուցեցին Ասլանյան Մամիկոնի հանդեպ, Վանաձորի քաղաքապետ։ Քրեական գործ հարուցեցին եւ քրեական գործով անցնում են մի մասը կալանավորվում էր, ես հիմա դրա մասին չեմ խոսում ժամանակի սովության պատճառով։ Փարսյան Գևորգի հանդեպ, Կապանի քաղաքապետ։ Քրեական գործով անցնում է Համբարձումյան Դավիթ, Մասիսի քաղաքապետ։ Քրեական գործ հարուցեցին Փարամազյան Մանվելի հանդեպ, Քաջարյանի քաղաքապետ։ Դրանով չսահմանափակվեց։ Քրեական գործեր եւ կալանքներ վարվում են այդ թվում զինվորականների մասին։ Բոլորս հիշում ենք։ Գեներալ Ջալալ Հարությունյանի հանդեպ։ Պաշտպանական բանակի նախկին հրամանատարի հանդեպ։ Երկրորդ պաշտպանական հրամանատարի հանդեպ, որը եղավ Ջալալ Հարությունյանից հետո, Միքայել Արզումանյանի հանդեպ։ Մինչև այդ քրեական գործ հարուցվել էր նախկին պաշտպանության նախարար Տոնոյան Դավիթի հանդեպ։ Քրեական գործով անցնում է նախկին գլխավոր շտաբի պետ գեներալ Դավթյան Արտակը։ Քրեական գործով անցնում է նախկին ավիացիայի պետ Ավետիք Մուրադյանը գեներալ։ Քրեական գործով անցնում է նախկին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ Քրեական գործով անցնում է գեներալ Տիրան Վազգենի Խաչատրյանը։ Քրեական գործով անցնում է գեներալ Ստեփան Ռոբերտի Գալստյանը։ Ազատված են պաշտոններից գեներալ Փարվանյանը, գեներալ Ալբերտ Բաղդասարյանը, գեներալ Արմեն Սամսոնի Հարությունյանը, գեներալ Արմեն Վարդանյանը, գեներալ Իշխան Մաթևոսյանը, գեներալ Ռոմիկ Մարգարյանը, գեներալ Կոմիտաս Մուրադյանը, սպայական կազմի թիվը անվերջ է։ Ինչ է կատարվում մեր հայրենիքում։ Մենք բոլորս ուզում էինք այդպես հայրենիք ստեղծել։ Մենք բոլորս ուզում էինք մեր հայրենիքում զբաղվել միայն ու միայն քրեական գործերով։ Ինչ է ստեղծել այսօրվա իշխանությունը։ Ցույց տվեք ինձ մատով։
որտեղ է այս իշխանությունը ինչ որ բան հաղթել, որ ոլորտում, մարտի դաշտում, դիվանագիտական հարաբերություններում, որտեղ բոլոր տեղերը վիճակը շատ վատ է։ Սպայական կազմը դա երկրի ազգի հարստությունն է։ Այսօր Ադրբեջանում դատվում են մեր առաջնորդների մի մասը, մենք կարանք տարբեր բան ասենք, խի հանձնվեցին եւ այլ։ Թող ոչ մեկ իրենցից հերոս չզգա։ Իրենք չեն եղել այդ վիճակում։ Եվ Աստված տա չլինեն։ Թող ոչ մեկ չհամարձակվի գնահատական տալ, դրա համար կա դատարան։ Երբ որ իրենք կվերադառնան Հայաստան, այն ժամանակ մենք կուսումնասիրենք, ինչը ոնց է եղել։ Բայց այսօր այդ մարդիկ գտնվում են հակառակորդի բանտում։ Ի շնորհիվ այս ամեն ինչի։ Այսա հանցագործությունը, որը արել է Նիկոլ Փաշինյանը իր շեստյորկեքի հետ, իսկ ինքը կզզած միջազգային դաշտերում ման է գալի։ Ինչ է գալու այստեղ անի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը։ Այնտեղ նստած են հաղթողները, ինքը ով է։ Ինքը որպես ինչ է գալիս։ Ինքը այն մարդն է, որ հետապնդում է սպայական կազմին։ Ինքը այն մարդն է, որ ամեն սպայի վրա մի քանի քրեական գործ է հարուցված։ Այսօր բանակում չկա սպա, որը քրեական գործով չանցնի։ Բանակը սարքել են Եվրոօֆիս։ Ուր է նա գալիս։ Ինչ պետք է անի այստեղ։ Ով է նա։ Գալիս է ներկայացնի հայ ազգը, ինքը կապ չունի այդ ազգի հետ։ Ինքը կապ չունի այն մարշալների հետ, որոնք ունեն իրենց ներդրումը այդ պատերազմի հաղթանակում։ Ինքը կապ չունի այն անձերի հետ, որոնք ղեկավարել են դիմադրությունը Ֆրանսիայում։ Ինքը կապ չունի այն մարդկանց հետ, այն գեներալների հետ, որոնք Լիբանանում կռվել են, հայերի մասին եմ խոսում։ Ինքը կապ չունի այն հայերի հետ, որոնք Սիրիայում այսօր էլ կռվում են։ Ինքը գալիս է որպես ինչ եւ ինքը ով է։ Մենք սարքել ենք մի երկիր եւ այդ երկրում ոչ մեկ չի կարա իրան զգա ապահով։ Այսօր երկու իշխանություն ընկած են մեր ժողովրդի հետևից։ Մեկը մեր հակառակորդն է, որ այսօր դատում է մեր ազգին եւ պահանջում է մնացածին էլ որ հանձնենք, եւ սա հանձնող է։ Մյուսն էլ դատում է Հայաստանում։ Մենք այսօր մի իրավիճակի մեջ ենք, որ բոլորս մատնված ենք հետապնդումների։ Ուրեմն թող այդ իշխանությունը ականջներին օղ անի։ Ոչ մի ներում իրենց չի լինելու, ոչ պատմության մեջ, ոչ հաջորդ իշխանության կողմից, որ անպայման լինելու է։ Անպայման մենք պայքարելու ենք, անպայման գալու ենք իշխանության եւ իրենք բոլորը ոնց է ասում հատ պատասխան են տալու այս ամենի համար։ Թող սպասի։ Քիչ մնաց։ Խորհուրդ կտամ գիշերները չքնես։ Դա բոլորիդ է վերաբերվում։ Այդ թափտպուկներին։ Դուք չգիտեք ձեզ ինչ է սպասում։ Իսկ մենք պայքարելու ենք, մենք գնում ենք հաղթանակի ճանապարհով, թող իրան գնան Եվրոմիության ճանապարհով։ Հաղթողները մենք ենք լինելու։ Եվ մենք պայքարելու ենք, քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ ազգեր, որոնք հանձնվում են, վերանում են։ Շնորհակալություն։